Ապագայում հնարավոր են կլիմայի գլոբալ փոփոխության հետևյալ առավել անբարենպաստ պայմանների հետևյալ սցենարը։ Արևադարձային եւ մերձարևադարձային շրջանների մեծ մասում կնկատվի գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվության ընդհանուր կրճատում։ Բարեխառն լայնությունների շրջանների մեծամասնությունում որոշակի տատանումներով կնկատվի բերքատվության ընդհանուր անկում, պայմանավորված միջին տարեկան ջերմաստիճանի աճով։ Ընտանի եւ վայրի կենդանիների վրա ջերմային ստրեսի եւ հողի էրոզիայի աճ, ջրի սակավության եւ ջրային ռեսուրսների քանակական ու որակական վատթարացում, բնակչության առողջության վրա ազդող գործոնների նկատմամբ հարմարվողականության մեխանիզմների թուլացում, մասնավորապես սիրտանոթային համակարգի հիվանդության աճ, հատկապես բնակչության ավելի խոցելի մասի մոտ, ծեր տարիքային խմբի եւ քաղաքային բնակչության չունևոր խավի մոտ ավելի շատ մարդ կմահանա ջերմաստիճանային ստրեսից։ Կսրվի համաճարակային իրավիճակը կապված պարազիտոզների, վարակների, կրիչների կողմից տեղափոխվող հիվանդությունների, մալարիա, դեղին տենդ, ժանտախտ եւ ջրով փոխանցվող խոլերա աղիքային հիվանդությունների հարուցիչների բազմացում։ Հորդառատ տեղումներն ու ծովի մակարդակի բարձրացումը կմեծացնի ջրհեղեղների վտանգը, որոնք մեծամասշտաբ աղետի պատճառ կհանդիսանան, կդիտարկվեն երաշտների հաճախականության եւ տևողության աճ, ջրհեղեղների, սողանքների, ձնահյուսերի եւ սելավային հոսքերի հետևանքով հասցրած վնասի աճ, անտառային հրդեհների վտանգի մեծացում, առափնյա էկոհամակարգերի կորալյան խութերի եւ մանգրային անտառների ոչնչացում, ունեցվածքի ենթակառուցվածքների վրա վնասների փոխհատուցման հետևանքով պետական եւ մասնավոր ապահովագրական համակարգերի վրա ճնշման մեծացում, տուրիստական ուղղությունների փոփոխություն, հատկապես լեռնային շրջաններում ձմեռային туриզմի, անապատների մակերեսի ընդարձակում, որը կբերի պարենային մշակաբույսերի աճեցման համար հասանելի հողերի մակերեսի կրճատման, հետևաբար եւ պարենային հիմնախնդրի առաջացման, եւ ջրի սակավության հետևանքով կառաջանան միջպետական կոնֆլիկտներ։